Հարգելի հայրենակիցներ, պայքարի սիրելի ընկերներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ այստեղ։ Արդեն տասնամյակներ շարունակ Հայաստանում փոխվում են իշխանությունները։ Բայց չի փոխվում ամենավտանգավոր մի երևույթը։ Հասարակությանը բաժանելու, պառակտելու քաղաքականությունը։ Մեզ սովորեցրել են ապրել հակադրությունների մեջ, սևերի ու սպիտակների, մերոնց ու ձերոնց տրամաբանության մեջ։ Մեզ բաժանում են, որպիսի հեշտ կառավարեն։ Եվ մեզ ստիպում են, որպիսի մենք մեր մեջ փորձենք եւ գտնենք թշնամիների, մինչդեռ մենք նույն երկրի հոգնած, հիասթափված, բայց դեռ հույս ունեցող քաղաքացիներն ենք։ Տարիներ շարունակ քաղաքականությունը եղել է ոչ թե պետություն կառուցելու, այլ պարզապես իշխանություն վաստակելու կամ պահելու միջոց։ Եվ այդ ճանապարհին զոհ գնաց մեր հանրային խոսքը, հարգանքը դիմացիների նկատմամբ եւ պետական մտածողությունը։ Կամաց մեր մեջից խլեցին հավատը, որ Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխվել։ Բայց ես հոգնել եմ։ Ես հոգնել եմ ատելության վրա իշխանություն պահողներից։ Ես հոգնել եմ սեփական վարքով պետությունը արժեզրկող պաշտոնյաներից։ Եվ ես հոգնել եմ մի քաղաքական համակարգից, որը ոչ թե համախմբում է մարդկանց գաղափարների շուրջ, այլ հյուծում է, մաշեցնում է եւ թողնում մեծ հիասթափություն։ Եվ գիտեք, ընդամենը մեկ բան նրանք չեն կարող սպանել մեր մեջ՝ հավատը։ Հավատ, որ Հայաստանը կառուցվելու է ոչ թե դատարկ խոսքերի, այլ իրական արժեքների վրա։ Հավատ, որ Հայաստանը կառուցվելու է ոչ թե ատելության, վրեժխնդրության կամ վախի, այլ արդարության եւ արժանապատվության վրա։ Եվ ես երբեք չեմ հոգնի իմ երկրից։ Չեմ հոգնի հավատալուց, որ մեր ժողովուրդը կարող է նորից ոտքի կանգնել։ Եվ ես չեմ հոգնելու պայքարելուց հանուն արդարության, արժանապատվության եւ վեհ արժեքների։ Եվ ես հավատում եմ, որ մենք վերափոխելու ենք Հայաստանը։ Հավատում եմ, որ մենք կերտելու ենք այնպիսի երկիր, որտեղ մարդը լինելու է ավելի արժանապատիվ, օրենքը ուժեղ։ Ես հավատում եմ, որ կերտելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ պետականությունը չի ծառայելու որևիցե մեկի կամ ոմանց իշխանության համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել այնպիսի երկիր, որտեղ երիտասարդները չեն մտածելու արտագաղթելու մասին, որովհետև իրենց հույսն ու ապագան կապելու են հենց այստեղ, իրենց հայրենիքում։ Եվ դա մենք կարող ենք անել, բայց ինքնահոսի թողել պետք չի։ Մենք դա անելու ենք մեր պատասխանատվությամբ, ընտրությամբ եւ կամքի ուժով։ Ժամանակը եկել է որոշելու եւ իրագործելու։ Արդարությունը գալիս է, որպեսզի ունենանք ազատ, անկախ եւ իրոք արժանապատիվ երկիր։